Կուզենաք հայ-թուրքական սահմանը բացվի։ Ոչ մի բան չեմ անում, աղջիկ ջան։ Որպես քաղաքացի։ Ոչ մի բան չի, ստեի քաղաքացին, բայց ոչ մի բան չեմ անում։ Ոչ մի բան չեմ կարել։ Ջահելներին արտերկես մեզ մարդեն։ Ջահելներին արտերկես մեզ մարդեն, ոչ մի։ Առհասարակ հայ-թուրքական սահմանի բացման մասին, եթե բացվի, ինչ կարծիք ունեք։ Մենք օրինակ ոչ մի կարծիք ես չունեմ։ Ոչ էլ կարամ ասեմ խոսքի բացվի մեզ օգուտ է, թե ոչ է։ Այսինքն մինչև առեսօր, եթե մենք չգիտենք, թե ինչ է կատարվում մեր երկրում, ես ինչ իմամ, դե ինչ կլինի, ինչ չլինի։ Գյուղացին դրանից կշահի, թե ոչ։ Չես կար ասես։ Օրինակ մարգարայի բնակիչները Չես կար ասես։ Չես կար ասես։ Եմի գյուղացին այդպես որն է գախնիկը։ Այսօր գյուղացական մոմենտ է գալի։ Ինձ հիմա պետքա լսի։ Ձեզ ասեմ, կներեք ու ասեմ լսի, հիմա ստե գալիս է որը։ Սելմա առնում ենք թանկրակ, պարադանտ առնում ենք թանկրակ, տելեֆոն առնում ենք թանկրակ, ամեն ինչ անում ենք։ Մենք մշակում ենք, բայց չենք կարող վերավաճառենք։ Դու այսօր գալիս ես, մի ящик պամդոյիդ ասես 500 դրամ, 1000 դրամ տանում ես, ուտում ես, չէ՞, մեր մոտից։ Բայց դու հիմա առնում ես 1500 դրամ պամիդորը, խանութներից, շուկայից, առնում ես 1500 դրամ, բայց ящикին դու տալիս ես 500 դրամ, 1000 դրամ, խես տալի բա աղջիկ ջան, ասա։ Այսինքն ձեզ գնաճն է ավելի մտահոգում։ Աղջիկ ջան, ես հիմա եթե հանում եմ տելեֆոնի ծախսը, հանում եմ խոսքի սերմի ծախսը, հանում եմ պարադաունտը, հանում եմ խոսքի մեր տանջանքը, ջուրը, հոսանքը, մյուսը, բայց ես ящիկը վաճառում եմ 500 դրամ, 1000 դրամ, այս կոնֆլիկտը որն է, ասեի մանած, ասմա ցուսատալի փակ շուկախիա ցուսատալի, որ մեծահարուստները մտնում են դեղ, ասենք խոսքի, առնում է խոսքի 1500, 2000, 3000 դրամ, ասպա գյուղացին լավ է ապրում, ելմա ցուստ, հենց հիմա, կելա ամբողջ գյուղի մեջ ման են գալի, եթե 100,000 կարաս հավաքես գյուղից, ամոտ ընձի։ Հայ-թուրքական սահմանի բացմամբ, դա այդ խնդիրը ինչ։ Էդի չես կար ասես, ձեր կդա թե ոչ։ Այսինքն նաև ապրանքները կարող են այստեղի շուկան լծվել չնայած հիմա էլ կան այստեղության ապրանքներ։ Հիմա դու որտե՞ղ է ապրանք ես ուտում։ Գյուղացական ապրանք ես ուտում։ Հիմա ցույց տուլը։ Որտե՞ղ ես ուտում դու։ Հա, մտածում եք էլի թուրքականն եք Մտածում ուտում։ եք թուրքականն։ Ամբողջը դեից է գալիս, всё։ Հիմա որ դու ուտում ես բիբարներ, պամիդորներ, բադրջաններ, մյուսներ, այսօր բաժան որ գյուղացին ունի, հիմա ցույց տուլը։ Բայց բադրջան ամբողջ շուկայում կա, չէ։ Այսինքն տեղական արտադրության առումով կտուժի։ 100%։ Կխփի ձեր գործի վրա։ Մերը չեն առնի թուրքականը, կառնեն, որտեղ ավելի էժան է։ Հա։ Ճիշտ ենք հասկանում։ Կարող էժան կա։ Հիմա նայտես, այսօր որ ասում ենք, այսօր ինչքան միլիոներ եկավ դրսից, մեզի օգնություն, չէ։ Մեզի օգնություն եկավ։ Այսօր դու դեղորակը վաճառում ես։ Բայց քեզ եկել է օգնություն, խոսքի վիրուսա, միրուսա, չէ։ Ասենք այդ պահերն է։ Բայց դու քիչ ես դեղորակը ձրի բաժանում ժողովուրդը որ բուժվի, չմեռնի։ Այսօր դու 500,000 փող ես տալի, խոսքի մի հատ երեխա ունենալու համար։ Թուրքը խիա ունեն 15-20 երեխա, ո՞նց է պահում։ Ո՞նց է պահում, լասա։ Այսօր չես կարող պահես երեխա մի հատ։ Մերսի։ Հասար որնա գախնիկը։ Իսկ որ Փաշինյանն ասում է հեսա խաղաղություն են բերելու, չեք Լրիվել, խաղաղությունը։ լսի, լրիվել ասում է, Փաշյանել կասի, Վանե կասի, Սերժե կասի, Քոչանե կասի, բոլորը կասեն։ Բայց գիտես որնա, գյուղացիքին ոչ մեկին օգուտ չկա։ Всё, այդ կարամ ասել։ Խաղաղությունից օգուտ չկա, որ ասում է կբերեմ, թե չեք հավատում որ կբերեմ։ Խաղաղություն որն է, հիմա ցույց տուր։ Որն է ցույց տուր, հիմա խաղաղություն ցույց տուր։ Որ չեն կրակում։ Ոչ չեն կրակում, այս էլ ռուսի ցավը տարը որ պահել է, միջև մի։ Ճիշտ է, մեր հայերն են լավ պահում, բայց ռուսը ավելի այս սիստեմը որ չլիներ, հիմի արդեն Թուրքիան արդեն մեզի վերեկալ էր։ Էսի ռուսի շնորհիվ է այս սիստեմը կա։ Բայց չի բացառվում, որ ռուս սահմանապահները ինչ որ ժամանակ անց այլևս այստեղ ծառայություն չիրականացնեն, այդ իշխանություններն էլ չեն բացառում։ Այն ժամանակ քեզ ասեմ, որն է աղջիկ ջան։ Ես մի քիչ տարեկան մեծ եմ, ես քեզ ասեմ, որն է գախնիկը։ Այն ժամանակ, որ Պուտինը կամ մյուսը, որ ռուսը
խփմել ոտը գեդին, դրոշը բարձում է բանը Թուրքիան։ Իսկ հիմա չի բարձում, խի չի բարձում դասը։ Խի չի բարձում դասը, հարց եմ տալի։ Այսինքն ռուսն է զսպում, Պուտինն է զսպում։ Հա բա ով ազասում, կողա մենք։ Ճիշտ է հայ իշխանը Փաշինյանը այստեղ գործոն չի։ այն ժամանակ եմ ասում ես։ Հա, հիմա, Այն ժամանակ։ Հիմա հələ էսի որ հեսա բացում ենք, հələ չգիտենք ինչա, այդքան հետա հողը է տվին, ես ինչ անենք, հələ չգիտենք հələ ոնց կլինի։ Կողա լավ լինի, չեմ կարող ասել։ Բայց այն ժամանակ ուրիշ էր, այն ժամանակ ուրիշ է։ Դուք հենց Մարգարայի բնակիչներից։ Էսա մի քանի տուն եք ոմա։